Օրեր առաջ լույս աշխարհ է եկել հաղորդավար Տիգրան Հարությունյանի երկրորդ երեխան։ Սա երկրորդ հրաշքն է այս ընտանիքում։ 14 տարի ամուսնությունից եւ երեխա չունենալուց հետո 2 տարի առաջ լույս աշխարհ եկավ զույգի ավագ դուստրը։ Իսկ այժմ 2 տարի անց լույս աշխարհ է եկել որդին։ Տիգրանը երկրորդ երեխայի լուսանկարը հրապարակել է սոցիալական հարթակներում, իսկ հետո ցույց է տվել նաև հիվանդանոցից դուրս գրման կադրերը։ Star News-ը շնորհավորում է եւ ձեզ առաջարկում դիտել ինչպես այդ կադրերն, այնպես էլ Gender Party-ի ժամանակ արված հոլովակը։ Դե նապաստակի պես ցածկի, որ ինքը տեսնի, որ դու սովորել ես։ Հələ ցածկի։ Տես։ Հələ դու ցածկի բալաս։ Կարմես խաղաս։ Կարծում եմ տղա լինի, աղջիկ։ պետք է որ տղա ծնվի։ Ես վստահ եմ, որ տղա է, անգամ տենց հագնվել եկել եմ կապույտ գույնի մեջ։ Տղա է, են էլ ինչպիսի տղա։ Աղջիկ։ Հստատ։ Հա։ Լույս աշխարհ է գալու մեր Ռոբերտը։ Տղա է լինելու։ Որ ինչ ես մտածում, ո՞վ է։ Ես մտածում եմ տղա։ Ես էլ աղջիկ։ Տղա է լինելու։ Իմ կարծիքով երեխան աղջիկ է։ Իմ կարծիքով տղա։ Եթե դու տղա ես ասում, ես էլ կասեմ աղջիկ, որ Եվոկիս քուրիկ լինի։ Տարբերություն զգում ես հղի շրջանի մեջ։ Տարբերություն զգում եմ։ Այսօր հունիսի 1-ն է, ամռան առաջին օրը եւ իհարկե երեխաների պաշտպանության միջազգային օրը, որի առիթով երգչուհի եւ դերասանուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, գրելով հետեւյալը. Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության, խաղաղության մեջ եւ ունենա երջանիկ մանկություն։ Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը, գրել էր Արփի Գաբրիելյանը։ Երգչուհի Սոնա Ռուբենյանը եւս հրապարակում է արել եւ այդպիսով շնորհավորել երեխաների պաշտպանության օրը։ Հոլովակը Մարիի հետ է։ Նրանք երկուսն էլ շնորհավորում են։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Այո, շնորհավոր, արի շնորհավոր ենք բոլոր երեխաներին։ Շնորհավոր երեխաներ ջան, առողջ եղեք, ուրախ։ Չէ՞։ Լիլիթ Թողածյանը եւ դերասան Ավետ Զոհրաբյանը եւս անմասն չեն մնացել շնորհավորանքներից։ Նրանց համատեղ տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Ամեն տարի հունիսի 1-ին, Լիլիթ։ Այո։ Ողջույն մազերդ կդզես։ Այո։ Մերսի շատ։ Մանուկների օրն է մեկը։ Ամեն տարի 1 հունիսի նշում ենք մանուկների օրվա։ Դերասանուհի Լիանա Վանոյանն էլ օրվա առիթով հիշել էր իր մանկությունը, պատմել յուրօրինակ պատմություններ ու ջերմ հիշողություններով կիսվել։ Ուրեմն միջով սպասմունքին հասնի մանկությունից ես մի բան եմ ուզում հիշել։ Մի բան չէ, մի քանի բան հիշում եմ, որ այն ժամանակ դե տենց տաք սառը ջուրը տենց միշտ չէր որ կար, մեծ կաստրոլայով ջուր էինք տաքացնում, հետո կռուշկայով մաման ինձ լողացնում էր, ու շատ հաճախ նենց էր լողացնում, որ տրավմատոլոգիայի բուժարու էի դառնում։ Կարայի հանգիստ հայտնվեի այդտեղ, որովհետև նենց էր ինձ տրորում, որ լողացնելուց հետո ես ինչ-որ այտուցներ ունեցող գնդիկ էի, որը հետո ժամանակի ընթացքում վերարտադրվում դառնում էր էլի երեխա։ Հետո հիշում եմ, որ ես ունեի ռետուզներ, այդ ռետուզները մինչև հոգուս խորքն են, բգով ռետուզ, այսպես, մինչև ստեղ։ Որ կարա իրել ոչ մի բան չհագներ, ուղղակի ռետուզդ մինչև ստեղ էր։ Ու ես հիշում եմ, որ այդ ժամանակ ինչքան ուրախ էինք մենք։ Ասենց կտորից տապոչկեք կային, որ ծակվում էին, ինձ դա չէր դադարում, այսինքն հա չէր հանդիսանում ստոպ, որ ես չհագնեի դրանք։
Մի բան ասեմ, ես որ փոքր էի, ընդհանրապես չեմ հիշում էի, որ հունիսի 1 գոյություն ունի։ Մեր մոտ հունիսի 1 էր ամբողջ տարին։ Մենք խաղում էինք, չգիտեմ, ակտիվ կյանքով էինք զբաղվում։ Մեր մանկությունը, իմ մանկությունը անցել է անկեղծ ասած փողոցային խաղերի մեջ։ Ես առավոտ ծեքին գնում էի, հետո տուն էի գալիս մրոց, սև գույն, բոլոր արևի ամբողջ ճառագայթները կլանած երեխա եմ եղել։ Ես միշտ 24/7 վերքերով, շրամներով, որոնք ինձ շատ հաճախ հիշեցնում են իմ մանկությունը, եւ ես հասկացել եմ, որ այդ աշխարհի ամենալավ տարիներն էին իմ կյանքի, աշխարհի չէ, ամենալավ տարիներն էին իմ կյանքի, որտեղ ես միշտ ուրախ էի, միշտ զբաղված էի, անհոգ իմ համար Գյումրիում ու կապ չունի, որ մեր հարևանների մեծ մասը դոմիկներում էր ապրում, մենք այնքան ուրախ երեխեք էինք, ահա որ ուրախ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրկին հավաքույթ է տեղի ունեցել, այս անգամ մասնակցություն են ունեցել Նունե Եսայանը, Աշոտ Ղազարյանը եւ շատ այլ հայտնի դեմքեր։ Հոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մելանոս Ղազարյան, համեցեք, Ավո Խալատյան, Նունե Եսայան, Աշոտ Ղազարյան, Վարդան Աղջանյան, Սիլվա Կիզիրյան եւ ես ինքս խոնարհ Արմին։ Բարով եք եկեք, խոսում ենք մեր Կարենին, Էմային, Արտավազդից եւ Մայրամից, իրանք որ շատ պարտաճանաչ են, տենց ժամին գալիս են։ Իմ աստեղ ոտի վրա, հա։ Սիրելի հյուրեր։ Ինչպես կասեք, Գևորգյան, այս Սարսափսը ձեր համար է։ Հրաշք։ Հակաս 10,000-ի վրա։ Դարա։ Անուշ, Հավատան եմ։ մեզ լավ օր։ Այո, հավատան եմ։ Երեք նկարել ուղարկել է։ Դե իսկ Գարիկ Պապոյանի եւ Մարիաննա Վարդանյանի հանգիստը Գերմանիայում շարունակվում է։ Զուգահեռ ընթանում են նաեւ վիտամին ակումբի ներկայացումները, որոնց ընթացքից եւ ոչ միայն Մարիաննան սոցիալական հարթակներում հոլովակներ է հրապարակել։ Ներկայացնում ենք դրանք ձեզ առանց մեկնաբանության։ Բարի լույս, մենք արդեն ուղևորվում ենք դեպի Դյուսելդորֆ ու այսօր երեկոյան հանդիպելու ենք Դյուսելդորֆում, երեք շատ լավ անցավ, համոզված եմ, որ այսօր եւս աննկարագրելի է անցնելու։ Ես չգիտեմ որի անգամ եմ վիտամինը նայում, բայց տղաները այնքան իմպրովիզներ են անում, որ ոնց որ նոր բան նայեմ, այնպես որ բոլորիդ այսօր կհանդիպենք Դյուսելդորֆում։ Bellroy chicken ereksa։ Ասում ամեն մեկը գլխավոր նպատակ ունի թե ինչի համար է եկել ու հիմա տեսեք։ Շատ ուրախ էի տեսա Ռուբինային, տարի արդեն չենք տեսնում, բայց նենց է ստացվում, որ հնարավորություն է լինում այրան տեսնելու մեկը։ Հայերը իրար հանդիպում են որտեղ էլ որ լինի։